Կառավարությունը այս փաթեթով առաջարկում է ստեղծել նոր մարմին, որը բոլորի համար է։ Այս մարմինը կիբերանվտանգության, պաշտպանության գործառնություններ է ստանձնելու ոչ միայն պետական կառավարման համակարգի, այլ նաև սերտորեն համագործակցելու է մասնավոր հատվածի, մասնավոր այն հատվածի, որը կրիտիկական ենթակառուցվածք է շահագործելու կիբերպաշտպանության, կիբերանվտանգության համար։ Այսինքն, եթե պայմանական որևէ ընկերության նկատմամբ լինի կիբերհարձակում, այնտեղ ներսում ձևավորվելիք անվտանգության գործառնությունների կենտրոնը, SOC-ը, որի մասին մենք երեք խոսեցինք միասին, մշտակ դիտարկման արդյունքում արձանագրված կիբերմիջադեպի մասին պիտի հայտնի ձեր կողմից ստեղծվելիք այդ նոր լիազոր ինքնավար մարմնին և համատեղ ջանքերով պետք է կիբերպաշտպանական գործառույթներ իրականացվեն, այսինքն այս իմաստով այն մարմինը, որը որ ստեղծվում է, այո, SOC-ի գործառույթ է կատարելու ամբողջ պետական համակարգի համար, բայց նաև կիբերմիջադեպերի դրա հասցրած վնասների չեզոքացման առումով նաև պատասխանատվություն է կրելու մասնավոր հատվածի համար։